Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, կայա կալասի այն հայտարարությունը, որ Եվրամիությունը պատրաստ է 2026 թվականին ընդառաջ Հայաստանին տրամադրել 15 միլիոն եվրո, որպեսզի կարողանա հիբրիդային պատերազմի եւ սպառնալիքների դեմ, այսպես ասած, դիմագրավել, մեծ ցնցում է առաջացրել հատկապես ընդդիմության շրջանում։ ՀԱԿ-ից հայտարարում են, որ այս իշխանությունները դրսից տղա են բերում մեր երկրի վրա, դաշնակցությունը ավելին ասում է, սա միջամտություն է երկրի ներքին գործերին եւ ՀՀԿ-ից ավելին ասում են, որ ավտորիտար համակարգի է, ըստ էության Եվրամիությունը առաջին անգամ որոշել աջակցել եւ այսպես շարունակ։ Ինչի մասին է այս աջակցությունը, պարոն Մկրտչյան, արդյոք դրսից տղա բերելու մասին է եւ ինչու նույն շրջանակներին օրինակ չեն մտահոգում Ռուսաստանից արվող ներդրումները եւ ինչու ոչ նաեւ հանրային այդ հայտարարությունները Զախարովայի շուրթերով, այլ պաշտոնյաների շուրթերով Եվրամիության աջակցությունը ինչու է այս մարդկանց ցնցման մեջ գցել։ Իրականում քաղաքական բոբիկությունն էլ պետք է սահման ու չափ ունենա։ Մեղադրել ժողովրդավարական պետությունների համախումբ ներկայացող Եվրամիությանը սատարելու համար ավտորիտար պետությանը եւ դեռ մի բան էլ ավտորիտար պետություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը եւ ներկայացնողներն էլ որ նայում ես ամեն մեկը մի հատ ավտորիտարիզմի սիմվոլ է, абսուրդ է իրականում։ Ինչի են ոգևորված, ինչի են ջղաձգված, ինչի են հուզվել, շատ պարզ է։ Կիրիենկոյի փողերին, Կիրիենկոյի եւ ռուսական հատուկ ծառայությունների կողմից այստեղ սրսկվող փողերի դիմաց Եվրամիության միլիոնավոր եվրոներն են պայքարելու, որպեսզի հիբրիդային պատերազմի գործիքակազմի կիրառմամբ, ֆեյք լուրերի տարածմամբ, անիշխանության մթնոլորտի ձևավորման ճանապարհը փակելով Հայաստանի Հանրապետությունում այս մարդիկ հնարավորություն չունենան ժողովրդավարական գործիքակազմը իրենց հարմարեցնելով իշխանության գան։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը ակնհայտ է, չէ՞, որ հետապնդում է նպատակ այլևս 2018 թվականից, դրանից հետո էլ ավելի սաստկացել է այդ նպատակը եւ իրականացում է այդ նպատակի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործիքակազմից օգտվելով, օրինակ վրացական օրինակը կիրառելով, մոլդովական փորձը կիրառելով Հայաստանի Հանրապետությունում իշխանություն վերցնել։ Դրա համար հաճախորդների պակաս Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացնում եմ չունի։ Նախկին նախագահներից սկսած վերջացրած նոր դեմքերով, ներմուծված դեպքերով, արտահանված կամ Ռուսաստանի Դաշնությունից դեմքերով եւ դեպքերով ու սրա դեմ պետքա պայքարել։ Ոչ միայն եվրոպական միլիոնավոր եվրոներով պետքա պայքարել, ես կարծում եմ այստեղ Հայաստանի Հանրապետության ինստիտուտները, իրավապահ համակարգը հատկապես պետքա շատ կոշտ եւ բիրտ հակազդեցության արժանացնի այդ փորձերն ու այդ նկրտումները, որովհետեւ 2026-ին ընդառաջ ես այլևս կարող եմ արձանագրել, որ ցավոք սրտի ֆինանսական միջոցների ռեսուրսների, հնարավորությունների, կարողությունների, բոլոր առումներով կարողությունների, այստեղ հրաշալի կլիներ, եթե մտավոր կարողությունների մասին եւ գաղափարների մասին խոսք գնար, բայց դրա մասին չի խոսքը։ Կարողությունների եւ հնարավորությունների մրցավազք է լինելու, որտեղ ներքաշված է դոլարային միլիարդատերը, որտեղ պատրաստվում են կարծես թե ներքաշվել եւ ներգրավել խոշոր բիզնեսմեններ Հայաստանի Հանրապետությունից, որտեղ ներքաշված է որոշ առումով եկեղեցին Կտրիչ Ներսյանի գլխավորությամբ որոշ եկեղեցականների հետ ու սա կարող է հանգեցնել կռախի, կարող է կանգնեցնել մեզ կռախի առաջ, եթե իրավապահ համակարգը եւ պետական ինստիտուտները սրա դեմ դիմագրավեն։ Տեսեք, օրինակ քաղաքական դաշտում հայտ են ներկայացնում կամ պատրաստվում են հայտ ներկայացնել քաղաքական ուժեր, որոնք բացահայտ սատարում են տերորիստական նկրտումներ ունեցող մարդկանց, որոնք բացահայտ լկտիաբար անբարոյականի պես հայտարարում են, որ հոկտեմբերի 27-ը էմոցիոնալ պորտկում էր։ Հիմա կներեք, պետությունն ասելիք չունի։ Ես իբրև վաղ շաբաթում ընտրությունների մասնակցած, դիմ ընտրությունները սպეციფიկ բնույթ են իրականում կրում։ Ես այստեղ չեմ վիճի եւ ինքս էլ դա պնդում եմ, որ սպეციფიկ բնույթ են կրում, այնտեղ ծանոթ բարեկամ խնամի կապերն են աշխատում հիմնականում, բայց նաեւ բախվել եմ ֆինանսական այդ կեղտոտ մրցավազքի խնդրին ինքս։
Լինելով ժողովրդի տեխնացուն միջին վիճակագրական վաղարշապատցի մարդ, ով հայտ է ներկայացնում քաղաքը կառավարելու մասնակցում ընտրություններին, բախվում է մի խնդրի, որի հետ ուղղակի չես կարող կռիվ տալ։ Այս դաշտը օրենսդրորեն կարգավորված չի կամ թերի է կարգավորված, կամ եթե կարգավորված է բացառապես որոշ քաղաքական ուժերի քաղաքական նպատակները սպասարկելու համար։ Հակառակ պարագայում ինչ ազատ, արդար, հավասար մրցակցային պայմաններով ընտրությունների մասին է խոսքը։ 2026-ին ցավոք սրտի փողը լինելու է գերիշխող, տարբեր դրվագներով այդ փողը դրսևորվելու։ Մեդիա հարթակներ եւ մեդիա ռեսուրսներ են ֆինանսավորվելու այդ կեղտոտ փողերը ու քարոզչությունը տանեն անհավասար։ Բաներային պատերազմն է միանշանակ լինելու հանրապետությունով մեկ իրանց գարշելի կերպարը ողողելով, մարդկանց ինչու ոչ ուղիղ գրասենյակային աշխատանքների մեջ ներգրավելով, որը այս պահին էլ իրականացվում է իդեմս մեր ձևովի, ցանցային աշխատանք է տանում մեր ձևովը։ Օրինակ ամեն մարզում, ամեն գյուղում, ամեն քաղաքում խնդիր են այս մարդիկ դրել եւ դա ակնհայտ է, բացելու գրասենյակ, պահելու գրասենյակում X թվականակի աշխատողներ գրասենյակային եւ դա հետագայում ցանցային այսպես մեխանիզմի կիրառմամբ խորացնել, արմատներ գցել մինչև 2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններ։ Այսինքն այս փուլից արդեն սկսել Դե կներեք, այս փուլից սկսած ինչի դուք կարծում եք միայն ես աչքեր ունեմ եւ դուք աչքեր ունեք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, քաղաքներում, գյուղերում բացված գրասենյակները միայն մենք ենք տեսնում։ Այդ աշխատակազմի եւ այդ աշխատակազմի ստացած աշխատավարձերի մասին տեղեկությունը միայն մենք ունենք։ Այստեղ է խնդիրը, որ եթե իրավամբ օրվա գործող իշխանությունը խնդիր չի դրել իրեն հարմար ընդդիմություն կերտելու, իր համար խոցելի ընդդիմություն կերտելու, ապա պետական ինստիտուտները եւ մասնավորապես իրավապահ մարմիններն ու նրանց ներկայացուցիչները ղեկավար կազմը պետք է արձագանքեն։ Եվ ես համոզված եմ, որ իրավապահ համակարգը գտնվի իր բարձրության վրա եւ այդ խնդիրը իր ուսերի վրա կվերցնի։ Անկախ քաղաքական նպատակահարմարությունից, թե ինչ նպատակահարմարություն կա կամ չկա այսօր դաշտում։ Պարոն Մկրտչյան, քանի որ Եվրամիության այս ներդրումների մասով շատ է խոսվում հենց Մոլդովայի օրինակի մասին, տեսեք ընդդիմությունից արդեն, եթե չեմ սխալվում, դաշնակցությունից հայտարարել են, որ սա նպատակ ունի որոշ անհատների եւ կամ ուժերի, այսպես ասած, դեմն առնել իրենց բարերով, եթե ասեմ, այսինքն ասում են, որ իշխանությունները վախենալով այս ընդդիմությունից փորձում են խոչընդոտել իրենց մասնակցությունը ընտրություններին։ Մենք կարող ենք ասել, որ նախ Մոլդովայի օրինակը կարող է այստեղ կիրառվել, երբ իշխանությունները կարող են գնալ հստակ որոշ ուժերի եւ կամ անհատներին, այսպես արգելել մասնակցել ընտրություններին։ Ես հենց դրա մասին էի խոսում։ Նախորդ հարցին ի պատասխան տողատակում, երբ որ ես ասացի կան ուժեր, որ տերորիստական նկրտումներ ունեցող շրջանակների են պաշտպանում, ես հենց դա նկատի ունեի։ Այո, Մոլդովայի օրինակով որոշ օդիոզ քաղաքական դեմքերի կերպարների պետք է ուղղակի մեկուսացնել քաղաքական դաշտից։ Ինչպես։ Հնարավոր բոլոր գործիքակազմի կիրառմամբ, ընդհուպ թևեր նոլորելով քաղաքական դաշտից դուրս վռնդելով։ Սա կներեք Հայաստանի Հանրապետության շահը ստորադասողը, Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունքներ տվողները, օտարերկրյա ուժերի կամ անհատների հայտարարությունները Հայաստանի Հանրապետության հանրային քննարկումների տիրույթ բերող ու մեղ դարձնողը, օրինակ Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունը, կան շրջանակներ, որ Ալաշուքյուր Փաշազադեի օգնականներից ավելի շատ մեծ ջանք են ներդնում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում տարածվի։ Կամ ադրբեջանական այն սուտը, տարածված սուտը, իսկ հիմնականում այդ ստերը գեներացվում են երկու պետությունների մայրաքաղաքներում, մեկը Բաքվում, մեկը Մոսկվայում։ Ու շատ հաճախ մեկը մյուսին են սպասարկում։ Օրինակ Բաքվից հորինված են սուտը, որ ոսկեպարի եկեղեցին անցնելու է Ադրբեջանի կողմը, Հայաստանի Հանրապետությունում ավելի լավ, քան Վազգեն Գալստանյանը որևէ մեկը չէր կարող այդ թեզը, այդ սուտը տարածել։ Հիմա անուղղակի կերպով այս մարդիկ ադրբեջանական դեսպաններ են հանդես գալիս մեր պետության մեջ, թե ոչ։ Առայժմ անուղղակի կերպով եմ ասում, մնացածը թող իրավապահ մարմինները հակահետախուզության ծառայությունը եւ այլն եւ պարզեն։ Կամ շրջանակներ կան, որ Հայաստանի Հանրապետությունում
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից, ամբողջական հայաթափումից հետո անամոթաբար կանգնում են մարդկանց աչքերին նայում, ասում են, գիտեք, Հայաստանի Հանրապետությունը պետքա նոյեմբերի 9-ի փաստաթղթին հավատարիմ լինի։ Ինչին հավատարիմ։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետին, որը միակն է, որ մնացել է, որը կատարված չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին կնքված նոյեմբերի 9-ի հակադրվող փաստաթուղթը այս մարդիկ ներկայացնում են որպես կապիտուլյացիոն ակտ, ինքնիշխանության զիջում, ելի ինչ ասես չեն բերում։ Իրանի Իսլամական Հանրապետության ուր որ է հարձակման նախապատրաստում, ինչ սուտ ասես, գեներացվում այդ հիբրիդային պատերազմը պոզով փոչով կենթանի չի, էլի այդ ստերն է, այդ մանիպուլյացիան է, այդ հատուկ ծառայությունների կողմից մշակված նուրբ լարերի վրա աշխատող այդ թեզերն է, որ բերում ու ներդնում են, անիշխանության մթնոլորտի ձևավորումն ու ստեղծումն է, օրինակ Վազգեն Գալստանյանը, որ նպատակ էր դրել կամ փորձում էր ըստ իրավապահ մարմինների տարածած հայտարարությունների Երևան քաղաքում քաոս ստեղծել, մարդկանց պատերի տակ երևի գյուլել, հետո փողով քեշով առնել, խոտեր վառել, ավտոբուսներ վառել, դա ինչի համար է։ Անիշխանության մթնոլորտ ձևավորելու։ Ու էլի կան շրջանակներ, որ ամեն ինչ անում են այս փուլում, որ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի մթնոլորտ ձևավորվի, եւ այս փուլում միջև 26-ի հերթական ընտրություններ ես կարծում եմ իրավապահ մարմինները էլի հղում անելով իրավապահներին, էլի շեշտը դնելով նրանց վրա, որտեվ նրանց վրա դրված պատասխանատվությունն ամենամեծն է, պատվով կկատարեն իրենց աշխատանքը։ Պարոն Մկրտչյան, ՀՀԿ-ից հետաքրքիր առաջարկ է հնչել, ասում են պիտի երկրորդ ռազմաբազան բացենք Ռուսաստանում, Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազան եւ պիտի նոր պայմանագիր կընկնենք անվտանգային, հները դեռևս չհասկացանք ինչպես գործեցին կամ չգործեցին, բայց ամեն դեպքում սրանք նախընտրական տրամաբանության մեջ հայտարարություններ են, որ ուզում են Ռուսաստանին հաջողանալ, թե իսկապես ՀՀԿ-ում կա այդ գիտակցումը, որ երկրորդ ռազմաբազան, այսպես ասած, գալու է եւ փրկի մեզ, չակերտավոր փրկի։ Ես գիտեի, ես լսել էի, ես պատկերացնում էի, որ ժամանակին, երբ որ Վլադիմիր Պուտինը կանչել է իրենց նստել խոսելու, իրենք միանգամից քաղաքական առումով հանվել եւ պառկել են, բայց որ այս աստիճանի չէի պատկերացնում։ Ինչա տալու մեզ ռուսական երկրորդ ռազմաբազան կամ ինչա տալիս մեզ ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում։ Սարցի պատասխանով կարող է տալ։ ՀՀԿ-ն այն իշխանությունն է, օրինակ Սերժիկ Սարգսյանն այն իշխանության ղեկավարն է եղել, որի օրոք Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության ողջ համակարգը միասնական կառավարմանը հանձնվել ռուսների հետ միասին։ Ցավոք սրտի 44 օրյայի օրերին, այդ պատերազմական օրերին ադրբեջանական դրոնները ընդհուպ հասան մինչև Բալահովիտ։ Եվ ռուս-հայկական համատեղ կառավարման հոպը չէր գործում, ծակ էր այդ համակարգը։ 102-րդ ռազմաբազան կա, բայց Ադրբեջանին դա չի կաշկանդել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, սուվերեն տարածքը ոտնահարելու։ Եթե հիմա կլինեն վստահաբար կգտնվեն մարդիկ, որ կասեն այդ բազան պաշտպանում է մեզ թուրքերից, չգիտեմ, դա էլ է մի խայտառակություն։ Եթե իրենք լուրջ մտածում են, որ ռուսական եռագույնը, ռուսական դրոշը պաշտպանում է մեզ Թուրքիայի հարցակումից եւ Թուրքիան նպատակ ա դրել իր առաջ ու հենց այդ հանգամանքն է իրեն պահում, չարաչար սխալվում են։ Դա ապացուցվել է Սիրիայում, որ ռուսական ուժերը չունեն այդ հնարավորությունը, որպեսզի թուրքական ուժերին հակադրվեն եւ իրականում չեն էլ հակադրվում շատ հաճախ առևտրի ա վերածվում այդ հարաբերությունները։ Այստեղ տարածաշրջանում մանրադրամի կարգավիճակով մենք բազմիցս եղել ենք։ Հիմա ես չգիտեմ։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, ամեն դեպքում վստահ եմ, որ համոզված ապուշի կարգավիճակում հանդես եկող Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը, ապուշ լավ իմաստով, բառարանային ուղիղ իմաստով, անուշադրի կարգավիճակում հանդես է գալիս Սերժ Սարգսյանը, որովհետեւ ուղղակի քաղաքական ապուշ պետք է լինել, անուշադիր լինել, որպեսզի իրողությունները չտեսնել, չնկատելու տալ, նոր իրողությունները տարածաշրջանի չտեսնել, չնկատելու տալ, Ռուսաստանի թուլացած դիրքն ու դերը չտեսնել, չնկատելու տալ, Ռուսաստանի տրամադրվածությունը ի վերջո Հայաստանի Հանրապետության դեմ չտեսնելու, չնկատելու տալ, ի վերջո դասեր չքաղել սեփական փորձից, մեկ գիշերվա մեջ Մաքսային միություն քարշ տալ անվտանգային վերմակով խաբել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին,
Վերջում իրենք են ախր այդ քաղաքականության ճարտարապետն եղել ու մեծ հաշվով այդ աղետը, որ մեր գլխին է թափվել, նաև իրենք են մեղավոր։ Եթե այսքանից հետո չեն հասկացել, ցավում եմ իրենց համար եւ կարծում եմ այս թեզեր հանրային քննարկումների դաշտ նետողներին եւս պետքա ուշադիր լինել, պետքա խոշորացուցի տակ պահել, պետքա հասկանալ որտեղից է ծնվում այս գաղափարներն ու այս հայտարարությունները, որովհետեւ իմ կարծիքով այդքան էլ Սերժ Սարգսյանի գլխում չի ծնվել այդ միտքը եւ Սերժ Սարգսյանը կարծես թե գործիք է հանդիսանում այստեղ առաջարկելով կոնկրետ ռուսական առաջարկ։ Սա այդ առաջարկը ես կհասկանայի, եթե մեզ աներ Զախարովան եւ դրան չառարկեր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը։ Ես ամբողջությամբ կընկալեի եւ կհասկանայի, որ իրենք իրենց շահերն են սպասարկում։ Այ օրինակ այս առաջարկի մեջ որտեղ է հայկական շահը, չեմ կարողանում տեսնել։ Ընդհակառակը Հայաստանի Հանրապետության նոր սպառնալիք է կարծես թե գեներացվում։ Այդպես լավ չի։ Թող Սերժ Սարգսյանը հանրապետականը հետ գնան իրենց կառավարման տարիներ, հիշեն Դոմ Մոսկվիներում բացվող դեսպանատան միջոցով Ռուսաստանի Դաշնության պաչկեքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտահանելու հակապետական, հակազգային ծրագիրը, բերեն 5 հատ բազա այստեղ բացեն, մի 300,000 մարդ էլ սպասարկող անձնակազմ պահեն, որպեսզի այդ ռուսների ոտերի տակ ավլեն, չգիտեմ, կամ օղի հասցնեն։ Էսա։ Իրականում այստեղ հայկական շահ չկա եւ ավելի քան խոսուն է, որ սրա մասին խոսում է Սերժ Սարգսյանը։ Կալանավայրից հայկական շահի մասին խոսել է Սամվել Կարապետյանը, պարոն Մկրտչյան, շատ երկար նամակ է, ամբողջը չեմ կարող մեջ բերել, բայց մոտավորապես կրկին ասում է, որ այս իր բառերով ասած կռացած խաղաղությունը մեզ ոչինչ չի տալու, այս Ռուսաստանի հետ վատթարացող հարաբերությունները մեզ լավ տեղ չեն տանում եւ նաեւ ինքն առաջարկում է, որ 2026 թվականին եթե գա, ոչ մի սոված երեխա չի լինելու, աղքատություն չի լինելու, կարծես թե հստակ արդեն ընտրազանգված է իր համար ընտրել եւ որոշել է աշխատել հենց այդ ուղղությամբ։ Ժողովրդական մի լավ ասացված կա, չէ՞, նաեւ եթե չեմ սխալվում, հեքիաթ կա դրա մասին, ասում է ով ավելի մեծ սուտ ասի թակավորությանս կեսը կտամ իրեն։ Հիմա ինչ անեմ, Սամվել Կարապետյանին հետ մրցավազքի մեջ մտնեմ, ասեմ Երևանը դառնալու է երկնաքերերի քաղաք, երևանցիները ընդհանրապես չեն աշխատելու, բանկերից իրենց ուղիղ իրենց քարտերին ամսեկան մի քանի հազար դոլար գումար են նստելու, բանում Շիրակի մարզում նավթարդյունաբերության մեծ գործարան ենք բացելու, Տավուշում անպայման պետք է անտառները պահել, Տավուշում պետք է տուրիստներ ներգրավել, այդ տուրիստները ուղղակի գումարներ են նվիրաբերելու տավուշցիներին, աբսուրդ է, էլի։ Լավ հասկացանք, Սամվել Կարապետյանը դոլարային միլիարդատեր է։ Այլ հարց ունեմ իրեն, օրինակ ինչն էր իրեն խանգարում ադրբեջանցի գործարարների օրինակով Նարիշկինի հետ սաունա գնալ, քննարկել հայկական երկրորդ պետության Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը 80-ականների մետաղե ջարդոնների փոխարեն բերել այստեղ տեղակայել զենքեր, որոնք արդիական են եւ 5-րդ սերնդի պատերազմ կարող էին մղել, ինչն էր իրեն խանգարում։ Օրինակ ադրբեջանցի մի այդպիսի գործարար կար, Ագալլարով, եթե չեմ սխալվում, Ալիևյան ընտանիքի հետ խնամիական կապով կապված, ով Ադրբեջան պետության շահերն էր առաջ տանում ռուսական սաունաներում Նարիշկինի հետ ուտել խմելով։ Ինչն էր խանգարում Սամվել Կարապետյանին Նարիշկինի հետ գնալ սաունա եւ հայկական շահը քննարկել, Հայաստանի Հանրապետության համար 5-րդ սերնդի զենքեր բերել, պահել Լեռնային Ղարաբաղը, ի վերջո ինչն է իրեն խանգարել 4 միլիարդ դոլար հարստությունից 1 միլիարդ դոլար տրամադրել ծայրահեղ աղքատ ընտանիքներին Հայաստանի Հանրապետությունում ապրող։ Ինչն է խանգարել։ Էլի ուշ չի։ Գուցե նախընտրական կաշառք հիմա դիտարկվի արդեն ընտրություններից 6 ամիս առաջ, բայց ամեն դեպքում ուշ չի։ Ես էլի շատ ուրախ կլինեմ, եթե 1 միլիարդ դոլար ուղղակի Հայաստանի Հանրապետության ծայրահեղ աղքատ ընտանիքներին հանգանակություն, օգնություն որպես ներկայացվի։ Թող օգնեն, բայց այդ քաղաքացիները պետքա գիտակցեն, որ ինչքան էլ իրենց օգնեն, վստահաբար այդ օգնելու են, վստահաբար
փողը այնպեսի կեղտոտ ու զզվելի բան է, որ տակից իր աշխատանքը տանելու է, բայց այդ քաղաքացիների հետ պետք է եւս աշխատել, այդ քաղաքացիներին հորդորել ստանալով այդ օգնությունները շնորհակալություն հայտնել, գթասրտորեն շնորհակալություն հայտնել, բայց երբեք այդ շնորհակալությունը քվեի չվերածել։ Թող օգնեն ինչքան կարող են, փառք ու պատիվ իրենց։ Ինչն է իրենց խանգարում։ Հայաստանի բյուջեի չափ հետ չէ կանգնենք ասեն Հայաստանի բյուջեի չափ փող ունենք։ Ում է պետք ձեր Հայաստանի բյուջեի չափ փողը, որ միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացուց իդեմս ինձ հանրային խոսք արտահայտելու համար դոլարային միլիարդատերը 9 միլիոն դրամ է պահանջում։ Եթե պահանջեր միայն ներողություն կամ հերքում, ես գուցե հասկանայի։ Բայց կներեք էլի դոլարային միլիարդատերի կողմից միջին վիճակագրական քաղաքացուն ներկայացնել մի քանի միլիոն դրամի պահանջ, սա մի երկու բանի մասին կարող է խոսել, կամ այդ քայլով փորձ կատարել լրացնել եւ փակել այդ քաղաքացու հանրային գործչի բերանը, որպեսզի չարտահայտվի, իրեր շկոչի իրենց անունով, կամ այդ 9 միլիոնի կարիքը իրավամբ ունի այդ մարդը, էլի դեմ ընտրությունները երևի բավականին շատ ծախսեր ունեն։ Այդ իմաստով հայցերը դրա մասին են։ Այդ իմաստով նաև մտահոգություն էին հնչեցրել Ռուսաստանից, Միխայել Կալուգինը օրինակ ասում է, որ իրենք շատ մտահոգված են եւ ռուսաստանցի արդեն ներդրողները Հայաստանում վախենում են ներդրումներ անել Սամվել Կարապետյանի օրինակը տեսնելով եւ իրենք ռուսական կողմը ամեն ինչ անելու են, որ թե Հայաստանում, թե Ռուսաստանում Սամվել Կարապետյանի ձեռնարկությունները չտուժեն եւ այս գործընթացը հանկարծ չազդի այդ ֆինանսական իմաստով այդ գործընթացը չանդրադառնա ֆինանսերի վրա։ Հայաստանում հասկացանք, որ կարող է փորձեն ուզենան, իսկ Ռուսաստանում ումից էին ուզում պաշտպանեն, կարող է իրենք էլ նպատակ ունեն Սամվել Կարապետյանին Ռուսաստանում նեղություն տալու։ Հակառակ վարակայում իրենք կարող էին խոսել Հայաստանի մասին, որ Հայաստանում անպայման կպաշտպանեն Սամվել Կարապետյանի կապիտալը, Ռուսաստանում ումից են պաշտպանելու։ Սա նախերգանք է միգուցե, կամ սա մեսիջ է Սամվել Կարապետյանին, որ միջև վերջ գնա եղբայր, եթե մտել ես այդ պայքարի մեջ, եթե համաձայնվել ես մտնել այդ պայքարի մեջ։ Եվ ես կարծում եմ, այո, փողը լինելու է գերիշխող, ֆինանսական կոմպոնենտը իրենց մոտ լինելու է կարմիր գծով տարվող, ու այս ուղղությամբ պետք է աշխատել։ Իդեպ վերջին շրջանում այսպես կարմիր թելի նման շատ ընդդիմադիրներ, պարոն Մկրտչյան, խոսում են նոր բանակցողի մասին, բանակցողը փոխելու մասին, նոր բանակցողի մասին, Նարեկ Կարապետյանն հետ բանը, ասենք Նարեկ Կարապետյանն է, լավ ընդունենք պայմանականորեն մի հատ հեքիաթի մեջ ենք հայտնվում, անիրական, որտեղ Նարեկ Կարապետյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ է, իսեր Աստծո։ Ինչ է անելու Նարեկ Կարապետյանը։ Ինչի շուրջ է բանակցելու։ Ոնց է բանակցելու, լավ, ինչ է բանակցելու։ Եթե ձև գիտի, ու եթե սիրում է այս պետությունն ու ժողովրդին, թող կիսվի։ Թող կիսվի։ Ես օրինակ ունեմ շատ հարցերում ունեցել եմ տարաձայնություններ, ես դրա մասին բարձրաձայն խոսել եմ, իբրև առաջարկ ներկայացրել եմ հրապարակային։ Որոշներն ընդունվել են, որոշները չի ընդունվել։ Բայց ես այդ առաջարկի ներսում չեմ պահել։ Այդպեսի մի գործիչ էլ կար, չէ՞։ Կռիմ նաշ, կռիմ վաշ, այդպես էլ չկողմնորոշված։ Հայտարարում էր, ասում էր գերիներին վերադարձնելու ձևը գիտեմ, բայց միջև չգամ իշխանության չեմ բերի։ Որ ձևը գիտեք, կիսվեք։ Որ սիրում եք այս ժողովրդին, սիրում եք այս պետությունը, կիսվեք։ Ձեր համար ինչ տարբերություն ով է դա անում։ Եթե դուք ձևը գիտեք, մի հատ բարձրացային ասեք հասկանանք այդ ձևը ո՞րն է։ Ո՞րն է այդ ձևը։ Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու ձևը ո՞րն է, որ իրենք այդպես խոսում են։ Լեռնային Ղարաբաղցիների Ղարաբաղ վերադարձնելու ձևը ո՞րն է։ Իրենց ձևը չի անցնում։ Իրենց ձևը ո՞րն է, դա էլ չգիտենք ո՞րն է, Մեկը ասել է 100 հոգի ինգելա կրակը։ Չի կարում բացատրությունը տա։ Մեկի համար սլոգա է, մեկի համար ազատություն է, այն մեկի համար լավ 5 կոնյակ է, այն մեկը ասում է, չէ, Հայկը հայավարին է, հələ ամփերեք։ Եղբայր ճշտեք։ Այդ ձևը ո՞րն է։ Ճշտեք, ձևավորեք, այդ ձևին նոր ձև տվեք։ Դա ձևից բերեք ավելի գեղեցիկ ձևի մեջ ու ներկայացրեք։ Ո՞վ է ձեր թևերն ու ոտերը բռնե։ Ո՞վ է ձեր բերանը փագե։ Ներկայացրեք այդ առաջարկը, ո՞րն է։ Ոնց պիտի բանակցի Նարեկ Կարապետյանը կամ լավ Սամվել Կարապետյանը, որ չի բանակցում Նիկոլ Փաշինյանը։ Ինչ առաջարկ պիտի անի։ Դե գուցե մի գուցեով չի։ Հայաստանը ինչպես պիտի միութենական պետության կազմում հայտնի։ Այ այդտեղ կարող է եւ իրենք ընդհանուր քննարկելու բաներ ունենան։ Հաշվի առնելով կապիտալը, հաշվի առնելով, որ այդ կապիտալը այդքան էլ
հեշտ ճանապարհով չի ձեռք բերվել, գուցե ուղղակի փորձ է արվում Հայաստանի Հանրապետությունում վերացական սցենարի տիպիկ հայելային կրկնությունը։ Հայկական Իվանայշվիլու գործի դերմամբ Հայաստանի Հանրապետությունում։ Նմանություն դուք չեք տեսնում։ Նմանություն առհասարակ էս գործողություններում, թե Հայաստանում, թե Վրաստանում, թե Մոլդովայում, թե Ուկրաինայում նաև ինչու ոչ, նմանություն չեք տեսնում, որ դևը նույն գործիքակազմով է գործում գրեթե բոլոր տեղերում։ Եկեղեցին դարձնում է գործիք, քաղաքական օգտագործված գործիչներին եւ խամաճիկային գործիչներին իրենց ժամանակում դարձնում է գործիք։ Իսկ կներեք, չեն եղել խամաճիկային գործիչներ եւ գործիքներ Հայաստանի Հանրապետությունում։ Եղել են։ Գույք պարտքի դիմաց գործարքը դրա լավագույն օրինակն է։ Մեղրին խուրդա դարձնելու հարցը քննարկման առարկա դարձնելը դա լավագույն օրինակն է։ Մեկ գիշերվա մեջ ասոցիացիան համաձայնագիրն ու պայմանագիրը պատրել, դեն նետել ու գնալ ԵԱՏՄ կամ մաքսային միություն, նույն բանն է, դրա մասին է։ Եղել են կան, հիմա էլ կան ուղղակի իշխանական լծակներով օժտված չեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին գրողի ծոցն է ուղարկել իրենց իշխանությունից, բայց ես համոզված եմ, որ 2026 թվականին նաև ընդդիմադիր կարգավիճակում նրանց չի հանդուրժելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ այս փուլից սկսած ուզում եմ հանրային խոսքով հանդես եկող իմ մյուս գործընկերներին, ովքեր ունեն առողջ գաղափարներ, դիմել, խնդրել, հորդորել հանրության հետ ամենօրյա ռեժիմով աշխատանք տանել, հանրային գիտակցությունը բարձրացնել քաղաքական ընտրության գնալու մասով, որպեսզի հանրության ներկայացուցիչները, երբ որ գնան ընտրությունների, գիտակցեն, որ պետքա այս պետությանը պետքա թե նորմալ ընդդիմություն, թե իշխանություն ու երկուսն էլ հավասարապես պետության ճակատագրի համար պատասխանատու են, երկուսն էլ հավասարապես։ Ընդդիմությունը բարձր հայոյողը չի միայն։ Առողջ ընդդիմադիր ուժեր կան, որ պետքա Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ իմաստությունը դրսևորի, այդ կամքը դրսևորի, առողջ քաղաքական ուժերին, արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժերից գոնե մեկին գործուղի ազգային ժողով, իսկ քանի դեռ այդ process-ը նախընտրական չկա, ես կարծում եմ խմորումներ դեռ կլինեն։ Կստացվի լայն դաշինք կազմել արևմտյան ուժերի եւ ներկայանալ ընտրությունների, շատ լավ։ Ես ինքս դրա կողմնակիցն եմ եղել միշտ։ Անկամ եթե այդ դաշինքը ունենա մի քանի ժամվա կյանք ազգային ժողովում, դա կբերի միայն օգուտ Հայաստանի Հանրապետությանը։ Չի ստացվի այդպես, կլինեն քաղաքական ուժեր, ամենածանրակշիռ քաղաքական ուժին արևմտյան արժեքներ կրող պետք է գործուղել ազգային ժողով, որպեսզի process-ներն արագացվի, որպեսզի այդ ուժը արբիտրի դեր կատարի խորհրդարանում, այդ գողպիսո քաչալ շուն, փչացածը դու ես այդ խոսույթից առհասարակ դուրս գանք։ Մեկը լինի, որ այնտեղ դատի այդ երկուսին ասի, դե վերընկեք տեղներ, դուք էլ ու ծառայեք այս ժողովրդին ու պետությանը։ Ես կարծում եմ, որ իշխանություններն այստեղ անելիք ունեն, որովհետև տեսեք ձեռքբերումները բազմաթիվ են։ Ազատ արդար ընտրություններ քիչ թե շատ։ Գոնե թե տեղամասերում ամեն ինչ ինչի վրա հենվում է նաև ընդդիմություն եւ թափանցիկ է, այդտեղ վիճելու տեղ չկա, սա ձեռքբերում է, այս իշխանությունների ձեռքբերումն է։ Հանրապետության տարածքով մեկ կատարվող աշխատանք, սա էլ է ձեռքբերում։ Ոչ մի խնդիր չկա։ 26 թվականից առաջ ես կարծում եմ նաև ձեր տաղավարում բազմաթիվ այսպիսի հնարավորություններ կունենանք մեր հայրենակիցների գիտակցության վրա շատ ուղիղ ազդելու, ես չեմ վախենում այս բառն օգտագործել, շատ ուղիղ ազդելու, որպեսզի մեր հայրենակիցները ընտրության գնալիս գիտակցեն, որ իրենց քվեից կախված է իրենց ապագան, իրենց երեխաների ապագան եւ բնավ աշխարհի վերջը չի, երբ որ երկրում իրենց քվեարկությամբ կարող են կոալիցիաներով իշխանություններ ձևավորվել։ Որովհետև գիտեք, տառապանքը փորձ ունի եւ ինչու եմ ես այս կոալիցիոն կառավարման տարբերակն առաջ քաշում, որովհետև յուրաքանչյուր իշխանություն բնականորեն, չեմ մեղադրում ոչ որևէ մեկին, բնականորեն կտրվում է իրականությունից, ապականվում է ժամանակի ընթացքում, խեղաթյուրվում է նպատակներն ու ցանկությունները ու
գալիս է մի պահ, որ անգամ այդ ուժի առաջնորդն է լինում անզոր սեփական թիմի դեմն առնելու։ Դա նորմալ է, դա քաղաքագիտության մեջ աքսիոմատիկ ճշմարտություն է, թող որևէ մեկը չփորձի սրա հետ հակադրվել եւ հակառակում ինձ համոզել, անգամ մեր օրերում ես բազմաթիվ օրինակներով դա կարող եմ ապացուցել, բազմաթիվ օրինակներով ու այս ճանապարհին ես կարծում եմ իդեալական տարբերակ կլինի, որպեսզի ժողովուրդը գրողի ծոցն ուղարկի բառի բուն իմաստով 5-րդ Շարասյանը եւ պրոռուսական ուժերին, ռոբա սերժական ուժերին, ձևավորներին եւ անձևներին ու Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորվի կոալիցիոն ճանապարհով, սա ամենաիդեալական տարբերակն է։ Մինիմալ նպատակը, որ պետք է սահմանվի, դա առողջ քաղաքական ուժի ներթափանցումն է խորհրդարան, որտեղ առաջին իսկ նիստերի ու նստաշրջանի ժամանակ կդրվի օրվա իշխանության առաջ, օրինակ հապկից դուրս գալու հարցը։ Կդրվի օրվա իշխանության առաջ տնտեսական դիվերսիֆիկացիայի տեմպերի հարցը։ Կդրվի օրվա իշխանության առաջ, օրինակ, այդ չագուջը, մուրճը, մեհիտ փռելը, խոստումները, 2018-ի ժողովրդի իղձերը, ով պիտի կատարի։ Խորհրդարանում որ չլինեին Սերժն ու Քոչարյանը, լիներ որևէ այլընտրանքային երրորդ ուժ, վստահաբար այդ հարցերը բարձրացրել էր։ Օրվա իշխանությունն էլ խելոք ականջները կախ գնացել էր լուծումների։ Ես շատ քիչ եմ առհասարակ գնդակը նետում ժողովրդի դաշտ, բայց այստեղ իրականում ժողովուրդն է, իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ճիշտ ընտրություն կատարի։ Մեխանիզմն էլ ասեմ, շատ պարզ ու հասարակ։ Միջին վիճակագրական ընտանիք, որտեղ 7 շունչ են, 7 մարդ են, 7 հոգի են, ընտրելու իրավունք ունեցող, պայմանավորված իրենց ընտանիքով կարող են գնալ ընտրության, նախ մի մարդու պես գնալ ընտրության, պայմանավորված 4 իրենց ձայնը տան նրան ում ուզում են տեսնել իշխանություն, 3 իրենց ձայնը տան նրան ում ուզում են տեսնել ընդդիմություն։ Սա ամենապարզ ու հասարակ բանաձևն է, որ պետքա ժողովրդի մեջ ներդրվի։ Հարող ուժերին, նման ուժերին, առողջ ուժերին, արևմտյան արժեքներ կրող ուժերին, այդպիսի ուժեր էլ կան այդպիսի ուժեր, բայց ցավոք սրտի եւ ցավով եմ սա արձանագրում, որ երբեմն անգամ իշխանությունն է այս ուժերի դեմ անողոք պայքար մղում, քողարկված, միամտորեն, իրենք տեղյակ չեն, իրենք չգիտեն։ Լավ, մենք էլ խոտ չենք ուտում։ Մենք էլ հո այս երկրում ենք ապրում։ Հայաստանի Հանրապետությունն էլ պուճուր պետություն է։ Դուք էլ հոստեղ ընդեղ նստում խոսում եք։ Լավ էլի, չի կարելի ուղղակի։ Չի կարելի հանուն պետության, որովհետև հանուն պետության ես իբրև հանրային գործիչ, ազատ մարդով խոսում եմ, միշտ իմ օբյեկտիվությունն եմ պահել հանուն պետության ու հանուն ժողովրդի։ Ու ցավը ինձ համար, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը սկսում է դրա դեմ կռիվ տանել, սկսում է առողջ գաղափարների դեմ քողարկված կռիվ տանել, պատվիրված սոցիոլոգիական հարցումներ հրամցնել ու փաթաթել ժողովրդի պարանոցին։ Տեսել ենք։ Ասենք ում կինն է այդ կառույցը ղեկավարում, որ ավելի հետաքրքիր լինի։ Գա ժամանակը դա էլ կասեն։ Սոցիոլոգիական հարցումներից խոսեցիք, փորձեմ ամփոփել, քանի որ ժամանակի սղության խնդիր ունենք։ Ամեն դեպքում Գելափի վերջին հարցումները նրա մասին էին, որ եկեղեցին էլի ամենաբարձր վարկանիշն ունի 77 եւ 7%։ Ինչու՞մ։ Ժողովուրդ աբսուրդ է։ Եկեք հիմա տվեք ինձ մի հատ բարձրախոս, մի հատ տեսախցիկ կամ մի օպերատոր դուրս գան քաղաք, մարդկանց հարց ուղեմ։ Հարգելի քաղաքացի, դուք քրիստոնյա եք։ Կասի այո։ Դուք հավատում եք Աստծուն։ Կասի դու ապուշ չես, իհարկե հավատում եմ Աստծուն։ Այսինքն կներեք, էլի Գելափը հարցում է իրականացրել եկեղեցու վարկանիշը։ Իսկ կարող է Գելափը մի հատ առանձին հարցում անցկացնի, օրինակ, պոռնկությամբ զբաղվող հոգևորականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ դիրքորոշում ունի։ Քերակնոջ հետ կենակցող հոգևորականի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի։ Կտրիչ Ներսիսյանի ու նրա բանդայի վերաբերյալ առհասարակ ինչ դիրքորոշում ունի։ Մի հատ առանձին թող անցկացնեն, էլի։ Իսկ ով ասեց, որ եկեղեցու հեղինակությունը ցածր է։ Ով ասեց, ոնց կարա հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը հայ ժողովրդի մոտ ցածր լինի։ Ով ասեց։ Այլ հարց, որ որոշները այս վերջի տասնամյակներում փորձել են այդ հեղինակությունը պլենտուսի մակարդակին հասցնել կամ ինչպես իրենց
քաղաքական հայրիկն է ասում կամ առաջնորդը միջև քոքը մաշել։ Դա այլ հարց է։ Բայց եկեղեցու նկատմամբ, Աստծո տան, ինստիտուտի նկատմամբ իհարկե կա վստահություն, կա հարգանք, կա հավատ, ու որևէ մեկ իրավունք չունի սա կասկածի տակ դնի։ Գելափը թող ընկնի Կտրիչ Ներսյանի հեղինակության հարցը մի հատ բարձրացնի։ Ունի հեղինակություն Կտրիչը հանրության շրջանում։ Իսկ կաթողիկոսը կգնա թե ամեն դեպքում ժամանակ կշահի, պարոն Մկրտչյան։ Ես կարծում եմ ինքը միջև վերջ կփորձի կարճած մնալ, չեմ բացառում ընդհանուր Հայաստանի Հանրապետությունից դուրս որևէ կաթողիկոսական նստավայր հիմնելու ծրագիրը, դա կարա լինի օրինակ Մոսկվան, կենտրոնը, կարա լինի Սախալինը, կարա մի որևէ տայգայում ինքը գնա ճգնի եւ անունը դնի ճգնավորություն եւ կաթողիկոսական գահի այնտեղ տեղափոխվել, բայց որ Կտրիչ Ներսյանը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետք է ազատի, Վեհարանը պետք է ազատի, մեր սրբության սրբոցն ազատի, դա ակնհայտ է։ Եվ այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն, այս ուղղությամբ պետք է ոչ միայն Կտրիչ Ներսյանի ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, այլ բոլոր այն հոգևորականների, ովքեր տեղավորվում են Կտրիչ Ներսյանի կրիտերիաների մեջ, շնացել են, պոռնկացել են, օգտվել են աշխարհիկ հաճույքներից, եթե կուզեք ներողություն սիրելի հայրենակիցներ, կայֆերից, եւ պետքա նրանց եւս իրենց տեղը նստեցնել, իսկ այդ ուղղությամբ քայլեր պետքա իրականացնել, ես կարծում եմ պետքա պատարակ իրականացնել մոտակա շաբաթներում, այդ ամեն շաբաթյա պատարակներից մեկը իրականացնել Գեղարքունյաց թեմի մի որևէ եկեղեցում, իզուր չեմ այդ թեմը նշում, հրավիրում եմ շրջանակների ուշադրությունը, թող ուշադիր լինեն, խոշորացույցերը լարեն եւ բավականին հետաքրքիր փաստերի հայտ կգան, իսկ պատարակը կարող է արագացնել այդ process-ը։ Շնորհակալ եմ, պարոն Մկրտչյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, կհանդիպենք։